Եվ այսպես մի մարդ, ով չի կարող պատժել Արամ Սարգսյանին, չի կարող բանակցություններ վարել Իլհամ Ալիևի հետ, հարգելի հեռուստադիտողներ, արդեն մի քանի օր է անցել նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած մարտերից եւ մենք հիմա կարող ենք որոշակի առումով հասկանալ եւ տեսնել ինչ արդյունքներ ունենք այս պահի դրությամբ, որոշակի եզրահանգումների գալ, որոշակի գնահատականներ տալ։ Նախ արձանագրենք հետեւյալը, որ ծեծի արդյունքում ծեծված քաղաքացիական ակտիվիստ Արտուր Չախոյանը նա հայտնվել էր հիվանդանոցում բազմաթիվ վնասվածքներով եւ իր անձնական որոշմամբ, անձնական ստորագրությամբ, անձնական պատասխանատվությամբ դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դրա հետ մեկտեղ նա անցնում է այս քրեական գործով խուլիգանության հոդվածով։ Սա առաջինը, երկրորդը մենք պետք է արձանագրենք հետեւյալը, որ փաստորեն Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի Հայաստանում կարելի է ուղիղ եթերում մարդ ծեծել լրագրողների ներկայությամբ, դրա համար ընդհանրապես չզղջալ, բայց ինչն է այստեղ ամենակարևորը, հարգելի հեռուստադիտողներ, այսպես ասած չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, որն էր պատճառը նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի Չախոյանի եւ Չախոյանի միջև տեղի ունեցած այդ միջադեպի, այդ ծեծկրտուկի արձանագրենք հերթական անգամ, սա պարտադիր պետք է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով իշխանության եկած կուսակցությանը, քաղաքական ուժին, քաղաքական թիմին փաստացի ցույց են տվել ահավոր սարսափելի կոռուպցիոն դեպք նոր Նորքի վարչական շրջանի մանկապարտեզներից մեկում 300 միլիոն դրամ է ծախսվել մանկապարտեզի վերանորոգման համար եւ ինչն է այստեղ կարևորը անորակ մեղմ ասած անորակ վերանորոգում իրականացած կազմակերպությունը նա այլ պետական տենդերներ եւս շահել է Արտուր Չախոյանը եւ Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը սրա վերաբերյալ բացահայտում են իրականացրել նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը փոխանակ սրան համապատասխան կոնստրուկտիվ արձագանք տա սկզբից զանգել է Չախոյանին վիրավորել է սպառնացել է դրանից հետո Չախոյանը Մեսրոպի հետ գնացել էին թաղապետարան այնտեղ իրենց քաղաքացիական ակցիան իրականացրեցին դրանից հետո էլ Արտուր Չախոյանին ծեծեցին Սա պարտադիր պետք է նշենք հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ամենակարևորը հարգելի հեռուստադիտողներ, այդ 300 միլիոն դրամը, որ իշխանությունների լեզվով ասած լափել են եւ անորակ վերանորոգում են իրականացրել, այդ 300 միլիոն դրամը ոչ ոք մինչ այս պահը ոչ միայն չի վերադարձել ոչ միայն նոր Նորքի վարչական շրջանին, այլ նաեւ քաղաքապետարանին։ Արձանագրենք նաեւ հետեւյալը. այսօր մենք տեսանք Երևանում ավականու հերթական նիստը Տիգրան Ավինյանը ինչ որ կարգադրություններ էր տալիս վարչական շրջանի ղեկավարներին գնահատականներ էր տալիս նա որոշեց որ նա կարող է ասել որ նա դատավոր չէ բայց նա ասում է որ այդ տեսակ պահվածքը այդ տեսակ դրսևորումները էմոցիոնալ դրսևորումները անհարիր են անընդունելի են բայց արձանագրենք հետեւյալը Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը մարդեցեցում ուղիղ եթերում իրեն իր կուսակից ընկերները հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները չեն պատժում կուսակցությունից իրեն չեն վտարում մի բան էլ պաշտպանում են ամեն ինչ իրար են խառնում հասնում են մինչև Բուչա Մոսկվա եւ այլն եւ այդպես շարունակ Տիգրան Ավինյանը ոչ մի լիազորություններ փաստորեն նա չունի նա չի կարողանում պատժել այս տեսակ պահվածք ունեցող անձին Նիկոլ Փաշինյանը սրա վերաբերյալ ոչ միայն պատժիչ գործողություններ չի իրականացնում, այլ նույնիսկ գնահատական չի տալիս։ Հարգելի հեռուստադիտողներ, եկեք արձանագրենք հետեւյալը։ Եթե Նիկոլ Փաշինյանը որևիցե գնահատական այս ամեն ինչին չի տալիս, ուրեմն այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ։ Նախ առաջինը իր համար այս տեսակ պահվածքը լիովին ընդունել է, այսինքն երբ որ պետական պաշտոնյան պետական շենքում ուղիղ եթերում ծեծի է ենթարկում մի քաղաքացու, ով կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ բացահայտում է անում եւ կա նաեւ երկրորդ տարբերակը չմոռանանք հետեւյալի մասին քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն համագործակցության մեջ է գտնվում Արամ Սարգսյանի հանրապետություն կուսակցության հետ եւ եթե հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները դուրս գան կոալիցիայից Երևանում պետք է տեղի ունենան արտահերտ ավականու ընտրություններ Նիկոլ Փաշինյանը հավանաբար նաեւ տեսնելով այն թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում մեղմ ասած կարող է մտավախություններ ունենալ փաստացի նախընտրական տարում գնալ Երևանում արտահերտ ավականու ընտրություններին դա իր հերթին նշանակում է որ նա չի կարողանում պատժել Արամ Սարգսյանին չի կարողանում պատժել Արամ Սարգսյանի կուսակից ընկերոջը Տիգրան Տեր Մարգարյանին այստեղ է որ մեզ մոտ տրամաբանական հարց է առաջանում նա այսպես է բանակցում նաև երկրից դուրս
Հայաստանի Հանրապետությանը վերաբերվող հարցերին արձանագրենք հետևյալը, որ եթե Հանրապետություն կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից, կա վտանգ կորցնելու իշխանությունը Երևանում։ Եթե Երևանում իշխանությունը կորցնելու մտավախությունից ելնելով Փաշինյանը չի հանդգնում պատժել Արամ Սարգսյանին, ապա Հայաստանում իշխանությունը կորցնելու մտավախությունից ելնելով Նիկոլ Փաշինյանը ինչ զիջումների կարող է գնալ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում քաղաքական, քաղաքագիտական, մարդկային, բարոյական աքսիոմը հետևյալը, որ եթե դու չես կարողանում քո երկրի ներսում այս տեսակ դրսևորումներ ունեցող մարդուն պատժես, դու չես կարող, դու իրավունք չպետք է ունենաս Ալիևի հետ բանակցել, որովհետև քո մտայնությունները, քո տրամաբանությունը, քո մոտեցումները այդ բանակցային գործընթացին արդեն հասկանալի են եւ քո անձնականն ու պետականը մտնում են ուղիղ բախման մեջ։ Եվ եւս մի կարևոր հանգամանք, մենք այս հանգամանքին իրականում երբեք էլ չէինք անդրադառնա, եթե մի կողմից Արամ Սարգսյանը այս ամեն ինչին աշխարհաքաղաքական երանգ չհաղորդեր, մյուս կողմից էլ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, Եվրոմիության ներկայացուցչությունը տարբեր առիթներով սկսած օրինակ Բաղրամյան Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած բախումից ոստիկանության եւ ցուցարարների միջև մի շարք այլ դրսևորումներ մշտապես չաջակցեին Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններին, չընդգծեին, որ իրենք սատարում են հայ ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը, սատարում են այն, որ Նիկոլ Փաշինյանը տանում է Հայաստանը դեպի ժողովրդավարական ապագա, այսինքն այս տեսակ ժողովրդավարությունը նախընտրում տեսնել մեր հարգարժան եվրոպացի, ամերիկացի, ֆրանսիացի, բրիտանացի գործընկերները Հայաստանում, ուղղակի ամփոփելով նաև այսօրվա զրույցը պետք է նշենք հետևյալը։ Իհարկե, իրենք ունեն իրավունք իրենց ներքաղաքական նախասիրությունները, նախընտրությունները այս պայդրությամբ ցուցաբերել, Նիկոլ Փաշինյանին աջակցություն ցուցաբերել, բայց արձանագրենք հետևյալը, որ երբ Հայաստանում տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, իրենց այսօրվա պահվածքի պատճառով վերոնշյալ երկրների ներկայացուցիչները զրկված են լինելու ոչ միայն ներհայաստանյան գործընթացների վերաբերյալ գործընթացներում ինչ որ մաս կազմելուց բարեփոխումներին տարբեր, այլ նույնիսկ զրկված են լինելու հնարավորությունից կարծիք հայտնելու այս կամ այն հարցի վերաբերյալ, որտեղ իրենց մշտապես ներկայացնելու են, որ սկսած է SMS-ային արդարադատությունից միջև ուղիղ եթերում կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստի դեմ ծեծկռտուք իրականացնելու հարցով իրենք երբ որ լռել են, ապա ապագայում էլ տեղի ունեցած ցանկացած գործընթացի վերաբերյալ իրենք նույնպես պետք է լռեն։ Մտածեք այդ մասին։